Արագազոտնի մարզում Ծաղկահովիտ համայնքի Նորաշեն, Գեղադիր, Հնաբերդ, Գեղաձոր, Բերքառատ բնակավայրերի ներքին ցանցի գազամատակարարում կատարված աշխատանքների 95%-ը կառուցվել է 10 կմ երկարությամբ գազատար, որը կսպասարկի 1578 տնային տնտեսությունների։ Արարատի մարզում Արարատ համայնքի Ավշար բնակավայրի ճանապարհների վերանորոգում ասֆալտապատմամբ առաջին փուլ կատարված է աշխատանքների 45%-ը, ասֆալտապատվել է 760 մետր երկարությամբ ճանապարհ։ Վեդի համայնքի Տափերական բնակավայրի բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների նորոգում կատարված է աշխատանքների 95%-ը, նորոգվել է 3 բազմաբնակարան շենքերի 1793 քառակուսի մետր մակերեսով տանիքները, շահառուները 60 տնային տնտեսություն։ Արմավիրի մարզ Խոյ համայնքի Գեղակերտ բնակավայրի Սարյան, Բաղրամյան փողոցից մինչև Մշակույթի տան հարակից տարածքի ասֆալտապատման աշխատանքներ ավարտված են։ Աշխատանքները ասֆալտապատվել է 980 մետր երկարությամբ ճանապարհ։ Մեծամոր համայնքի Տարունիկ բնակավայրի խմելու ջրամատակարարման ցանցի կառուցում ավարտված է։ Աշխատանքը կառուցվել է 19 կիլոմետր ջրագիծ, շահառուները 601 տնային տնտեսություն։ Մեծամոր համայնքի Ակնալիջ բնակավայրի Մաշտոցի փողոցի գազաֆիկացում աշխատանքներն ավարտված են, կառուցվել է 320 մետր գազատար, շահառուները 15 տնային տնտեսություն։ Արաքս համայնքի Հայկաշեն բնակավայրի ջրահեռացման համակարգի վերակառուցում, որը ավարտվել է, կառուցվել է 1,2 կիլոմետր երկարությամբ ջրահեռացման համակարգ, շահառուները 110 տնային տնտեսություն։ Արմավիր համայնքի Արմավիր բնակավայրի Սայաթ-Նովա փողոցի Արարատյան Ջիվանի հատվածի հիմնանորոգում, որը ավարտված է, հիմնանորոգվել է 600 մետր երկարությամբ ճանապարհ։ Գեղարքունիքի մարզում Մարտունի համայնքի Արծվանից Ծովինար, Վարդենիկ, Զոլաքար բնակավայրերի լուսավորության համակարգերի կառուցում, որը ավարտված է, կառուցվել է 19,5 կիլոմետր երկարությամբ լուսավորության համակարգ, տեղադրվել է 690 մեքենասյուն և նույնքան LED լուսատու։ Լոռու մարզում Փամբակ համայնքի Մարգահովիտ և Ազնվաձոր բնակավայրերի փողոցների ասֆալտապատում, որը ավարտվել է 820 մետր երկարությամբ ճանապարհի մասին է խոսքը։ Վանաձոր համայնքի Գուգարք բնակավայրում մանկապարտեզի կառուցում կատարված է աշխատանքների 75%-ը, նախադպրոցական հաստատությունը նախատեսված է 70 սանի համար։ Տաշիր համայնքի Ապավեն և Ձյունաշող բնակավայրերի գազաֆիկացում կատարված է շինարարական աշխատանքների 85%-ը, կառուցվել է 17 կիլոմետր գազատար 133 տնային տնտեսությունների համար։ Կոտայքի մարզ Չարենցավան համայնքի Չարենցավան բնակավայրի Լուսաբաց Մսուր մանկապարտեզ հողակի վերակառուցում և գույքի ձեռքբերում, կատարված է շինարարական աշխատանքների 83%-ը, նախադպրոցական հաստատությունը նախատեսված է 150 սանի համար։ Ջրվեժ համայնքի ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում, որը ավարտված է, խոսքը այս դեպքում 1,8 կիլոմետր երկարությամբ ճանապարհի մասին է։ Աբովյան համայնքի Առինջ և Բալահովիտ բնակավայրերի ջրահեռացման համակարգի կառուցում, որը ավարտված է, խոսքը այս դեպքում 786 մետր ջրահեռացման համակարգի կառուցման մասին է, 290 տնային տնտեսության համար նախատեսված։ Նայիրի համայնքի Արագյուղ բնակավայրի ջրագծերի բարելավման աշխատանքներ 800 մետր ջրատարի կառուցում ավարտվել է, շահառուները 35 տնային տնտեսություն։ Շիրակի մարզում Արթիկ համայնքի Մեծ Մանթաշ, Փոքր Մանթաշ, Գեղանիստ, Հայրենյաց, Հայկասար, Պեմզաշեն և Լեռնակերտ բնակավայրերի գազատարի ներքին ցանցի կառուցում, խոսքը այս դեպքում 4,9 կիլոմետր երկարությամբ գազատարի մասին է, որը ավարտված է, շահառուները 1696 տնային տնտեսություն։ Ախուրյան համայնքի Մեծ Սարիար, Կրաշեն բնակավայրերի ճանապարհների ասֆալտապատում 2 փուլով, որը ավարտված է 1,5 կիլոմետր երկարությամբ ճանապարհի ասֆալտապատմամբ։ Սյունիքի մարզում Գորիս համայնքի Գորիս բնակավայրի Նժդեի փողոցի հիմնանորոգում կատարված է աշխատանքների 70%-ը, 928 մետր երկարությամբ ճանապարհի մասին է խոսքը։ Տավուշի մարզ
Իջևան համայնքի Իջևան բնակավայրի զբոսայգում գտնվող լճի հիմնանորոգում կատարված է շինարարական աշխատանքների 80%-ը հիմնանորոգվել է 880 քառակուսի մետր մակերեսով տարածք, սա այն լիճն է, որի շրջակայքի հողերը գլխավոր դատախազության ջանքերով ապօրինի սեփականաշնորհված վերադարձվում են համայնքին։ Իջևան համայնքի Իջևան բնակավայրի ճանապարհների ասֆալտապատում կատարված է շինարարական աշխատանքների 95%-ը, ասֆալտապատվել է 3923 քառակուսի մետր բակային տարածք, խոսք այս դեպքում շենքերի բակերի մասին է։ Նոյեմբերյան համայնքի Ոսկեպար բնակավայրի մանկապարտեզին հատկացված տարածքի հիմնանորոգում կատարված է շինարարական աշխատանքների 95%-ը, նախադպրոցական հաստատություն նախատեսված է 25 սանի համար։ Նոյեմբերյան համայնքի Նոյեմբերյան բնակավայրի Բարանայի Կոթի բնակավայրի 22 և 26 փողոցների տուֆապատում ավարտված է աշխատանքների 973 մետր երկարությամբ ճանապարհ է տուֆապատվել։ Նոյեմբերյան համայնքի Պտղավան բնակավայրի 6-րդ փողոցի ասֆալտապատում կատարված է շինարարական աշխատանքների 95%-ը, ասֆալտապատվել է 500 մետր երկարությամբ ճանապարհ։